Ալիևը տոնում է Փաշինյանի հաղթանակը եւ պահանջում իր միջանցքը։ Ընկերներ, տեղի ունենում այն, ինչը կանխատեսելի էր Ադրբեջանում քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական մենաշնորհի պահպանումը ընկալում են որպես իրենց անձնական, այսպես ասած, հաղթանակ եւ հիմա կարծում են, որ ժամանակն է վայելել այդ հաղթանակի պատողները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանում էր եւ այնտեղից մի շարք հայտարարություններ արեց հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։ Ուրեմն տեսեք ինքը ինչ է ասում։ Ասում է առաջինը, որ իրենք մոտ են իրենց պատմական նպատակին, իրենք մոտ են Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Այո, ինքը կիրառել է նաեւ թրիպ ձևակերպումը, բայց ինքը խոսում է բովանդակային առումով Զանգեզուրի միջանցք ասվածի մասին, որովհետև Ադրբեջանը չի հրաժարվել իր պահանջներից անխոչնդոտ կապի մասին, իսկ անխոչնդոտ կապ նշանակում է կապ այն նույն տրամաբանությամբ, որով գործում էր Լաչինի միջանցքը 2000 մինչև 2022 թվականի դեկտեմբերի, երբ որ սկսեց բլոկադան, ավելին դրա մասին վկայում է նաև հայ-ամերիկյան պայմանավորվածությունները այն մասին, որ այդ կոմունիկացիայի շրջանակներում լինելու է back եւ front office, այսինքն ադրբեջանցիները կարող են նույնիսկ հայերի չհանդիպել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան գնալուց։ Արձանագրենք, ինչ է ինքը իրականում ուզում։ Սա առաջինը, երկրորդը ինքը նաև առանձին անդրադարձ անում մեծամորի ատոմակայանին, իրանք արդեն որոշել են, որ մեծամորի ատոմակայանը փակվում է, ասում է, երբ մեծամորի ատոմակայանը փակվի, այդ ժամանակ Հայաստանում էլեկտրոէներգիայի պակասորդ է առաջանալու, ինչ իրականությանը համապատասխանում է։ Ու ինքը ասում է, այդ պակասորդը մենք պատրաստ ենք լրացնել։ Նույն օրը Սարգիս Խանդանյանն էլ ասում է, դե եթե ռուսական գազ չլինի, մենք գազ կգնենք Ադրբեջանից։ Հասկանում եք ինչա կատարվում։ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը Հայաստանի էներգակիրների ռուբիլնիկ ասվածը տալիս են Ադրբեջանի ձեռքը, որ Ադրբեջանը հարմար պահի կարողանա փակի այդ փականը։ Նույնը տեղի ունեցել նաև Լաչինի միջանցքի բլոկադայի ժամանակ, որովհետև բացի նրանից, որ ֆիզիկապես անհնար էր, որ մարդիկ գնային Արցախի հանրապետություն կամ դուրս գային Արցախի հանրապետությունից, նաև էներգակիրների մատակարարումն էր փակված։ Իդեպ եւս էլ մի կարևոր նրբերանգ մեծամորի ատոմակայանի հետ կապված չենք մոռանում, չէ, որ մեծամորի ատոմակայանի փակման համաձայնությունը տվել էր Սերժ Սարգսյանը դեռ ՍԵՊԱ-ի շրջանակներում պայմանավորվածությունների արդյունքում ու հասկանանք, փաստորեն ատոմակայանը ուզում են, որ փակվի Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիևը, Թուրքիան, Ադրբեջանը եւ Եվրամիության մեր հարգարժան գործընկերները, ինչու, որովհետեւ ատոմակայանը Ռոսատոմի հետ է համագործակցում, իր կողմից է սպասարկվում եւ վերջում ինչ են ասում ադրբեջանցիները, ասում են խաղաղության խաչմերուկը լինելու է Նախիջևանը։ Սրա մասին է վկայում ադրբեջանական քարոզչությունը։ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ արել Ադրբեջանի պետության համար, քան Հեյդար Ալիևը։ Հանձնեց Արցախը, հիմա էլ հանձնում է միջանցքը, կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ։